Իրավապահները Լոս Անջելեսի հարավում իրականացրել են մեծ գործողություն, որի ընթացքում ձերբակալվել է 10 անձ, դրանք կապված են մարդկանց թրաֆիքինգի հետ։ Գործողությունները թիրախավորել են Ֆիգերոա միջանցքը, հանցավոր խմբերը վաղուց էին վերահսկում այս տարածքը։ Այստեղ տարիներ շարունակ զարգացել է մարմնավաճառությունը։ Հուվեր ավազակախմբի 6 անդամ ձերբակալվել է, նրանց թվում անգամ մոթելների կառավարիչ կա։ Ձերբակալվածներին մեղադրում են երեխաների եւ մեծահասակների շահագործման մեջ։ Հանցագործները հրապուրել են աղջիկներին սոցցանցերի միջոցով, նրանք թիրախավորել են խոցելի խմբերին, զոհերին պահել են վախի եւ բռնության ներքո։ Նրանց ստիպել են թմրանյութեր օգտագործել, դատախազությունը հայտնել է 51 զոհի մասին։ Մոթելի կառավարիչը թաքցրել է եւ փորձել է օրինականացնել ապօրինի գումարները, խմբի որոշ անդամներ շահագործել են նույնիսկ 14 տարեկան աղջիկների։ Ձերբակալվածներին սպառնում է ցմահ ազատազրկում, սա կոտրված ծայր գործողության երկրորդ փուլն է։ Իրավապահները շարունակելու են մաքրել Լոս Անջելեսի փողոցները։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Դիվանագիտական խաղեր Իրանի եւ ԱՄՆ-ի միջև, գնացեք գրողի ծոցը Սերժ Թանկյանի ուղերձը Իսրայելի վարչապետին առանց դիվանագիտական խաղերի։ Առևտրային խզում Թրամփը հրաժարվում է պատմական պայմանագրից։ Կալիֆոռնիան ավելի ապահով է դառնում, հանցագործությունների նվազման ռեկորդ է արձանագրվել։ Գլենդելը տեխնոլոգիական տոնի է պատրաստվում, դուք նույնպես կարող եք մասնակցել։ Իսկ թողարկման երկրորդ մասում սպասեք առաջիկա օրերի հետաքրքիր միջոցառումների ցանկին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ ԱՄՆ-Իրան բանակցություններում դրական տեղաշարժեր կան, կողմերը քննարկել են փոխըմբռնման հուշագիրը։ Իրանի ներկայացուցիչները հանդիպել են Քաթարի պաշտոնյաների հետ, անմիջական շփումներ ԱՄՆ-ի հետ չեն եղել։ Քաթարի ներկայացուցիչների հետ հանդիպել են նաեւ ամերիկյան պաշտոնյաները։ Հաջորդ հանդիպումը կլինի Իրանի առաջնորդի թաղման արարողությունից հետո։ Փոխնախագահ Վենսը հանդիպումները դրական է գնահատել։ Իրավիճակը փոխվելու դեպքում նա սպառնացել է այլ տարբերակներով։ Իրանի պաշտպանության նախարարը եւս խիստ դիրքորոշում է հայտնել, նա Թեհրանի ռազմական կարողությունները կոչել է կարմիր գիծ։ Ըստ նրա, դրանք քննարկման ենթակա չեն։ Խոսքը հակաօդային, հրթիռային եւ անօդաչու կարողությունների մասին է, ասել է նա։ Իրանը շարունակելու է էժան անօդաչուներ արտադրել, որոնք ոչնչացնելու համար ԱՄՆ-ն պետք է իր թանկ հրթիռները ծախսի։ Իսկ Լիբանանում արտերը չեն դադարում, Իսրայելի բանակը կրկին հարվածներ է հասցրել, այս մասին հայտնել է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Գազայում իսրայելական հարվածներից զոհվել է 5 պաղեստինցի։ Վաշինգտոնը ցույց է տալիս, որ մնում է Իսրայելի մերձավոր դաշնակիցը։ ԱՄՆ-ից հայտարարել են, որ Երուսաղեմում ամերիկյան նոր դեսպանատուն է կառուցվելու, պայմանագիրն արդեն ստորագրվել է։ Գնացեք գրողի ծոցը Սերժ Թանկյանը այս բառերով է դատապարտել Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը հանուն քաղաքական շահերի։ Ամերիկահայ ռոք երաժիշտը տեսաուղերձում խստորեն դատապարտել է Իսրայելի կառավարության կողմից 1915 թվականի հայոց ցեղասպանության ճանաչումը։ Երգիչը նշել է, որ Իսրայելը տարիներ շարունակ օգտագործում էր հրեական լոբինգը կոնգրեսի կողմից ճանաչումը թույլ չտալու համար Թուրքիայի հետ հարաբերությունների պատճառով։ Թանկյանը ընդգծել է, որ այժմ Գազայում եւ Լիբանանում գործողություններ իրականացնող Նեթանյահուի կառավարության կողմից հայերի ցավն ու պատմությունը հանուն սեփական քաղաքական շահերի օգտագործելը ամենավատ բանն է եւ կոշտ ձևով մերժել է այս քայլը։ Մեկ որոշմամբ Թրամփը քանդում է աշխարհի ամենախոշոր ազատ առևտրային գոտիներից մեկը USMCA-ի իրավական հիմքը, որն ազդում է ավելի քան 500 միլիոն բնակչությամբ շուկայի վրա։ Նա չի երկարաձգում ԱՄՆ-ի, Կանադայի եւ Մեքսիկայի միջև կնքված առևտրային պայմանագիրը, դրա գործարկումից ուղիղ 6 տարի անց։ ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ պայմանագիրը չի գործել այնպես, ինչպես Թրամփը նախատեսել էր։ Այդ գործարքը պետք է միշտ Ամերիկան դնի առաջին տեղում, ասել է Սպիտակ տան պաշտոնյան։ Կանադան եւ Մեքսիկան այժմ հայտնվել են անորոշության մեջ։ Կողմերը պետք է վերանայեն իրենց տնտեսական հարաբերությունները։ Մեքսիկան արդեն բանակցում է Սպիտակ տան հետ, Կանադան եւս նման պատրաստակամություն է հայտնել։ Դեռ անորոշ է Վաշինգտոնի մոտեցումը։ Թրամփի որոշումը ստեղծել է նոր տնտեսական ռիսկեր։ Առևտրային պատերազմի վտանգը նորից օրակարգում է։
Լավ նորություն Լոս Անջելեսի եւ ամբողջ Կալիֆոռնիայի բնակիչների համար նահանգում հանցագործության մակարդակը կտրուկ նվազել է։ Սպանությունների թիվը հասել է պատմական նվազագույնի, տվյալները հրապարակել է Արդարադատության դեպարտամենտը։ Սա լավագույն ցուցանիշն է 1966 թվականից ի վեր։ Բոլոր հիմնական ոլորտներում գրանցվել է անկում։ Կողոպուտները, գույքային հանցանքներն ու մեքենաների գողությունը նվազել են։ Կալիֆոռնիան այժմ ԱՄՆ ամենաապահով նահանգներից մեկն է։ Սպանությունները պակասել են շուրջ 18%-ով, մեքենաների գողությունը նվազել է 25%-ից ավելի։ Բռնի հանցագործությունները կրճատվել են 10%-ով։ Տեղական իշխանությունները ներդրումներ են արել կանխարգելիչ ծրագրերում։ Փորձագետների գնահատմամբ հենց դա է նպաստել հանցագործությունների թվի նվազմանը։ Պետական ու տեղական կառույցները աշխատել են միասին։ Խոսքը վերաբերում է հատկապես կազմակերպված հանցավորության դեմ պայքարին։ Նոր տեխնոլոգիաների կիրառումը նույնպես տվել է իր արդյունքը։ Ծրագրերը շարունակվելու են, Կալիֆոռնիան շարունակում է բարելավվել իր անվտանգային միջավայրը։ Համբույր հսկայական բարձրության վրա, սա նախորդ օրվա թոփ լուրերի շարքում է։ Մի տղամարդ ու մի կին մագլցել են Նյու Յորքի Empire State շենքի գագաթը։ Այնտեղ նրանք բարձրացրել են դրոշ, սիրո եւ խաղաղության կոչով։ Երիտասարդները եղել են մուգ հագուստով եւ դիմակներով։ Նրանք համբուրվել են տղամարդը երկնաքերի գագաթին ծնկի է իջել ու առաջարկություն արել։ Իրավապահները այս ռոմանտիկ արարքը վտանգավոր են գնահատել եւ ձերբակալել միջադեպի հեղինակներին։ Նրանց մեղադրանք կառաջադրվի։ Երկնաքերի բարձրությունը կազմում է 1500 ֆուտ։ Մինչև 1970 թվականը Empire State Building-ը համարվում էր աշխարհի ամենաբարձր շենքը։ Թրամփն առաջին անգամ թռել է նոր ինքնաթիռով, այն փոխարինել է նախկին 36 տարեկան նախագահական օդանավին։ $400 միլիոն նոր ինքնաթիռը նվիրել է Քաթարի թագավորական ընտանիքը։ Այն վերանորոգվել է Թեքսասում, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը կատարել են նաև անվտանգության թարմացումներ։ Նախագահը հայտարարել է, սա ինքնաթիռ է, որն ԱՄՆ-ն պետք է ունենար։ Հանրության մեջ հարցեր են առաջացել նվերի գնի վերաբերյալ։ Փորձագետները մտահոգված են այս աննախադեպ թանկ օտարերկրյա նվերներով։ Թրամփը քննադատներից պաշտպանվում է, նշելով, որ Ամերիկան ինքը երբեք այդքան գումար չէր հատկացնի ինքնաթիռ գնելու համար։ Օդանավը կօգտագործվի մինչև Թրամփի պաշտոնավարման ավարտը, ապա կդառնա նրա գրադարանի սեփականությունը։ Լրագրողները թռիչքի ժամանակ նկատել են շքեղությունը։ Ինքնաթիռի ներսը կահավորված է մուգ փայտով, կահույքը թանկ է եւ շքեղ։ Բազմոցները կաշվի ունեն մերսման գործառույթ։ Այս մանրամասներն արձանագրվել են Թրամփի հյուսիսային Դակոտա կատարված թռիչքի ընթացքում։ Նա այցելել է Թեոդոր Ռուզվելտի անվան գրադարան, նաև մասնակցել է Freedom 250 միջոցառմանը։ Թրամփը փակեց ուսանողների համար գործող SAFE ծրագիրը, այն փոխարինվում է ավելի սահմանափակ պայմաններով։ Վարկային համակարգը կրթության նախարարությունից անցնում է գանձապետարանի, նպատակը պետական ծախսերի կրճատումն է ու պարտքերի վերադարձը։ Փոփոխություններն արդեն ուժի մեջ են։ Ուսանողները կունենան վարկի մարման ընդամենը 2 նոր եղանակ, կսահմանվեն նաև վարկավորման առավելագույն շեմեր։ Օրինակ, ուսանողը չի կարող վերցնել $257,000-ից ավելի վարկ։ Փորձագետները մտահոգ են, որ երիտասարդները կհրաժարվեն ուսումից։ Կառավարությունը խոստանում է պարզեցնել համակարգը եւ իջեցնել տոկոսադրույքները, բայց շատերը սա համարում են ավելի շատ բեռ ծանր վիճակում գտնվողների համար եւ գտնում, որ նոր ծրագիրը չի համապատասխանում կրթության ոլորտում առկա իրական պահանջներին։ Միացյալ Նահանգներում անտանելի շոկը շարունակվում է, վտանգավոր գոտում հայտնված բնակչության թիվը մոտենում է 170 միլիոնի։ Մի շարք հատվածներում օդի խոնավությունը իջել է վտանգավոր մակարդակի, իսկ օդի ջերմաստիճանը բարձրացել ու հասել է 38 աստիճանի։ Օդերևութաբանները զգուշացնում են, վտանգը դեռ կշարունակի աճել։ Շուտով շոկը կտեղափոխվի արևելյան շրջաններ։ Դեթրոյթում քաղաքային իշխանությունները բացել են զովանալու կենտրոններ։ Նորիսթաունում շքերթ չի լինի, Փենսիլվանիայում հայտարարված է արտակարգ դրություն շոկի պատճառով։ Աշխատում են լրացուցիչ բժշկական կետեր եւ զովացման վայրեր, Իլինոյսում ճանապարհները շոկից ուղղակի հալվում են։ Շոկ եղանակը կշարունակվի մինչև հուլիսի 4-ի տոնը, հատկապես այդ ընթացքում բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել ալկոհոլից եւ գազավորված խմիչքներից։ Դրանք նպաստում են օրգանիզմի ջրազրկմանը եւ մարդիկ ավելի արագ են ենթարկվում ջերմային հարվածի։
Թողարկման այս հատվածում մեկ լուր Գլենդելից քաղաքը սկսում է ընդունել հայտեր տեխնոլոգիական շաբաթվա Glendale Tech Week-ի համար։ Միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 23-ից 26-ը, քաղաքը հրավիրում է տարբեր կազմակերպիչների։ Մասնակցության հրավերը բաց է բոլորի համար, հայտերը ընդունվում են մինչև սեպտեմբերի 9։ Միջոցառումների շարքը միավորում է գործարարներին եւ մասնագետներին, այն նպաստում է բիզնեսի եւ տեխնոլոգիաների աճին։ Քաղաքապետ Արդիկ Հասախյանը կարևորել է այս նախաձեռնությունը, նա նշել է, Glendale-ը աշխատում է ընդլայնել նորարարական էկոհամակարգը։ Ըստ քաղաքապետի, նրանք ներդրում են կատարում հանուն ապագայի։ Հաստատված միջոցառումները կհայտնվեն պաշտոնական օրացույցում, կազմակերպիչները կստանան մարքեթինգային անհրաժեշտ աջակցություն։ Նախորդ տարի այն ունեցել է 3000-ից ավելի մասնակից, այս տարի ակնկալվում է առնվազն նույնքան մեծ հետաքրքրություն։ Ինչ արժե իմանալ մինչև մթերային խանութ մտնելը, եթե ապրում եք Կալիֆոռնիայում։ Հուլիսի 1-ից սննդի նոր պիտակներ են գործում, նպատակը սննդի թափոնների նվազեցումն է։ Խնդիրն այն է, որ տարեկան մի քանի միլիարդ դոլարի սնունդ է հայտնվում աղբանոցում, այն ժամանակ, երբ դեռ պիտանի է օգտագործման։ Նոր օրենքը կփորձի լուծել այս խնդիրը, այն գործում է միայն Կալիֆոռնիայում վաճառվող սննդի համար։ Օրենքը արգելում է կիրառել վաճառել մինչև նշագրումը։ Արտադրողները կօգտագործեն միասնական տերմիններ, որակի համար կլինի լավագույնը մինչև նմուշը, անվտանգության համար կլինի օգտագործել մինչև նմուշը։ Փոփոխությունները վերաբերում են միայն հուլիսի 1-ից հետո արտադրված սննդին, օրենքը չի ընդգրկում ձուն, մանկական սնունդը եւ գարեջուրը։ Կանոնների կատարումը կհսկեն տեղական առողջապահական գործակալությունները, դրանք կստուգեն սննդի օբյեկտները սովորական ստուգումների ժամանակ։ Իրավապաշտպանները նշում են, որ սա նաև պայքար է սննդի պակասի դեմ։ Anthropic ընկերությունը հայտարարել է, որ հզոր Fable 5 մոդելը նորից հասանելի կդառնա, հունիսի 12-ին էին անջատվել Fable 5-ը եւ Mythos 5-ը, պատճառը կիբերանվտանգության լուրջ սպառնալիքներն էին, այժմ համակարգը կվերագործարկվի, ընկերությունը համաձայնել է սերտ համագործակցել կառավարության հետ, հայտնելով ցանկացած վտանգավոր գործողության մասին։ Anthropic-ը նոր պաշտպանիչ մեթոդներ է ներդրել համակարգում, դրանք կանխում են ցանցային անօրինական միջամտությունները։ Փորձագետները ստուգել եւ հավանություն են տվել նոր կանոններին, սակայն Mythos 5-ին մուտքը դեռ սահմանափակ է։ Այն հասանելի է միայն հատուկ ընտրված կազմակերպություններին։ Ոլորտի մասնագետները մտահոգված են ԱՄՆ-ի առաջատար դիրքերի համար։ OpenAI ղեկավարը քննադատել է կառավարության միջամտությունը։ Նա այն անվանել է վատ նորություն ոլորտի համար։ Չնայած այս ամենին, հասարակության մեծ հատվածը կարծես ըմբռնում է մոտենում այս արհեստական բանականության տարածման հարցում կառավարության զգուշավոր քաղաքականությանը։ Մեկ լուր աշխարհի առաջնությունից ամենահավաքականը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում տպավորիչ 2-0 հաշվով հաղթեց Բոսնիա եւ Հերցեգովինային եւ անցավ հաջորդ փուլ։ Բայց անգամ 10 հոգով թիմը ոչ միայն կարողացավ հաջող պաշտպանվել, այլև եւս մեկ գոլ խփել։ Մալիկ Թիլմանը խփեց երկրորդ գոլը տուգանային հարվածով։ Թիմը պատրաստվում է հաջորդ խաղին, հաջորդ մրցակիցը Բելգիան է։ Հանդիպումը կլինի Սիեթլում։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են տեղադրված մեր սոցցանցերում։ Գլենդելի գրադարանները հուլիսի 6-ից կաշխատեն նոր ռեժիմով, փոփոխությունը վերաբերում է քաղաքի բոլոր 8 մասնաճյուղերին։ Սա պայմանավորված է քաղաքի բյուջետային նոր խնայողություններով, նպատակը ծախսերի կրճատումն է։ Միևնույն ժամանակ քաղաքը պահպանում է ծառայությունների հասանելիությունը, յուրաքանչյուր գրադարան ունի իր առանձին աշխատանքային ժամերը։ Հաճախորդները պետք է նախապես ստուգեն իրենց մասնաճյուղին նոր ժամանակացույցը, քաղաքը հիշեցնում է նաև առցանց ռեսուրսների մասին։ Գրադարանի կայքը հասանելի է շուրջօրյա, այնտեղ կան անվճար երաժշտություն, գրքեր եւ տեսանյութեր։ Կալիֆոռնիան պաշտոնապես նշելու է Բրյուս Լիի օրը, օրը նշվելու է ամեն տարի մայիսի 17-ին։ Նահանգապետ Նյուսոմն արդեն ստորագրել է որոշումը։ Լին ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, նա փոքր տարիքում տեղափոխվել է Հոնկոնգ եւ վերադարձել է 1959 թվականի մայիսի 17-ին, օրվա ընտրությունը հենց դրա հետ է կապված։ Բրյուս Լիի դուստրը շնորհակալություն է հայտնել, նա ղեկավարում է Լիի հիմնադրամը։ Հիմնադրամը նախատեսում է օրվա կապակցությամբ մշակութային միջոցառումներ կազմակերպել։ Դրանք տեղի կունենան նահանգի տարբեր դպրոցներում, կանցկացվեն նաև ցուցահանդեսներ եւ հրապարակային դասընթացներ։
Օհայոյում հայտնաբերվել է 16 երեխա դաժան պայմաններում, նրանք ապրել են քանդված տան մեջ, ծնողներն ու տատիկ-պապիկը կալանավորվել են, նրանց մեղադրում են երեխաների անվտանգությունը վտանգելու մեջ։ Երեխաները 4 տարի փակված են եղել փոքր սենյակում, երեխաներից փոքրը 18 ամսական է, մեծը 18 տարեկան։ Նրանք դպրոց չեն հաճախել, ամենամեծ աղջիկը չի կարողացել անգամ իր անունը գրել։ Երեխաներից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց, ոմանք եղել են ծայրահեղ ծանր վիճակում։ Իրավապահները երեխաներին գտել են այլ գործի հետաքննության ժամանակ։ Ընտանիքը հաճախ փոխել է բնակության վայրը, նրանք երկար ժամանակ թաքցրել են երեխաների գոյությունը։ Մասնագետներն աշխատում են երեխաների առողջության վերականգնման ուղղությամբ, հետաքննությունը շարունակվում է։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը կներկայացնի առաջիկա օրերին սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները։ Բարև ձեզ, օրը 5-շաբթի է և Glendale News-ի եթերում ներկայացնելու եմ առաջիկա օրերին սպասվող մշակութային և ժամանցային միջոցառումները։ Գալիք օրերը ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառումներով են հարուստ լինելու։ The Beach Boys-ը հատուկ Hugh Jones Thomas-ի հետ միասին բոլորին հրավիրում է անմոռանալի տոնակատարությամբ նշել Հոբելյանը։ Համերգի ընթացքում կհնչեն խմբի բոլոր ժամանակների լավագույն հիթերը, ինչպես նաև Pet Sounds լեգենդար ալբոմի 60-ամյակին նվիրված կատարումներ։ Երեկոն կեզրափակվի հոլիվուդյան նվագախմբի նվագակցությամբ և շքեղ հրավառությամբ հուլիսի 4-ին երեկոյան ժամը 7:30 հոլիվուդյան Bowl համերգասրահում։ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդն էլ հրավիրում է բոլորին նշելու անկախության օրը 2026 թվականի մեծ տոնակատարության շրջանակներում։ Միջոցառումը ներառում է անվճար համերգ Dr. Wu խմբի մասնակցությամբ, ովքեր կներկայացնեն Steely Dan-ի երաժշտությունը, ինչպես նաև հարավային Կալիֆոռնիայի ամենատպավորիչ հրավառություններից մեկը՝ վայելեք տոնական մթնոլորտը, սննդի բազմազանությունը և արհեստագործական տաղավարները։ Հուլիսի 4-ին երեկոյան ժամը 6-ին Լոս Անջելեսի Warner Park-ում։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ֆուտբոլի աշխարհի առաջնության շուրջ 1 տասնյակ քաղեր կկայանան Ամերիկայում։ Թեժ մրցումներ են սպասվում Հյուսթոնում, Դալասում, Ատլանտայում, Նյու Յորքում։ Լոս Անջելեսում հերթական ֆուտբոլային մրցապայքարը կկայանա հուլիսի 10-ին երեկոյան ժամը 11-ին Ինգլվուդ քաղաքի SoFi Stadium-ում։ Դաշ դուրս կգան 1/8 եզրափակչի 93-րդ և 94-րդ հանդիպումների հաղթողները պայքարելով կիսաեզրափակչի ուղեգրի համար։ Թե որ հավաքականներն են հանդիպելու միմյանց, հայտնի կլինի նախորդ փուլի ավարտից հետո։ Foodie-Land-ը հրավիրում է բոլորին վայելելու ազգային ամենամեծ սննդի փառատոնը։ Բացահայտեք ավելի քան 250 վաճառողների կողմից ներկայացվող համաշխարհային համերը, արհեստագործական խանութներ, զվարճալի խաղեր և կենդանի երաժշտություն։ Սա հիանալի հնարավորություն է միավորելու համայնքը, մշակույթն ու սնունդը մեկ վայրում։ Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 5-ին ժամը 15-ին Փասադենայի Rose Bowl մարզադաշտում։ Herb Alpert-ը և The Tijuana Brass-ը հրավիրում են երաժշտասերներին վայելելու ջազի, փոփի և լատինո ռիթմերի յուրահատուկ համադրությունը։ Լեգենդար շեփորահարը, որը 1966 թվականին վաճառքի ծավալներով գերազանցել էր անգամ Beatles-ին, վերադառնում է հոլիվուդյան Bowl-ի բեմ 1968 թվականից ի վեր առաջին անգամ։ Համերգի ընթացքում հանդիսատեսը կվայելի A Taste of Honey, Spanish Flair և այլ անմահ հիթեր, ինչպես նաև կծանոթանա երաժշտի կարիերայի հետաքրքիր դրվագներին։ Հուլիսի 5-ին երեկոյան ժամը 7:30 հոլիվուդյան Bowl համերգասրահում։ Հռչակավոր դերասանուհի, երգչուհի, երգահան Հիլարի Դաֆը անմոռանալի երեկոյի է հրավիրում իր երկրպագուներին։ Միացեք երգչուհուն վայելելու նրա լավագույն հիթերը հուլիսի 8-ին երեկոյան ժամը 7-ին Ինգլվուդի The Kia Forum-ում։ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախումբը և դիրիժոր Տիտո Մունյոսը հրավիրում են դասական երաժշտության և սպորտի սիրահարներին վայելելու դասական աշխարհի գավաթը խորագրով յուրահատուկ համերգը։ Երեկոյի ընթացքում հնչելու են ամերիկյան մայրցամաքի կոմպոզիտորների ստեղծագործությունները, իսկ ջութակահար Ռենդալ Գուսպին կներկայացնի Բարբերի ջութակի կոնցերտը։ Ծրագրի կարևոր մաս է կազմում ռեժիսոր Ջորջ Քանի «Գոլի արվեստը» ֆիլմ ներկայացումը, որը Լոս Անջելես ֆուտբոլ կլաբի մասնակցությամբ կադրերը համադրում է նվագախմբային երաժշտության հետ հուլիսի 9-ին երեկոյան ժամը 8-ին հոլիվուդյան Bowl համերգասրահում։
Մեկ օր անց Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ հրավիրյալ աստղային կազմը հրավիրում են կինոյի եւ երաժշտության սիրահարներին նշելու ռեժիսոր Ուես Անդերսոնի 30-ամյա ստեղծագործական ուղին։ Համերգը յուրահատուկ հնարավորություն է վայելելու Անդերսոնի ֆիլմերի սիրված երաժշտությունը հայտնի արտիստների կատարմամբ, որոնք հանդես կգան նվագախմբի նվագակցությամբ։ Հոլիվուդյան Բոուլը կվերածվի ռեժիսորի ոճային աշխարհի թեմատիկ ցուցադրություններով եւ անմոռանալի մթնոլորտով։ Հուլիսի 10-ին երեկոյան ժամը 8-ին Հոլիվուդյան Բոուլ համերգասրահում։ Դաշնակահարուհի Աննա Ստեֆորդը հրավիրում է երաժշտասերներին վայելելու ռոմանտիկ եւ լատինոամերիկյան տպավորություններ խորագրով ինքնատիպ երեկոն։ Ծրագիրը ներառում է դաշնամուրային, վոկալ եւ թավջութակային ստեղծագործությունների էլեգանտ մթնոլորտ, որոնք ոգեշնչված են կրքով եւ լատինական երաժշտական ավանդույթներով։ Համերգի ավարտին հյուրերին սպասում է լատինո ոճի հյուրասիրություն։ Հուլիսի 11-ին երեկոյան ժամը 7-ին։ Առաջարկ ունենք նաև Հարի Փոթերի սիրահարներին։ Հարի Փոթերը եւ անիծված երեխան ներկայացումը հրավիրում է բոլոր երկրպագուներին ընկղմվելու կախարդանքի եւ արկածների աշխարհ։ Անմոռանալի թատերական իրադարձությանը կարող եք միանալ Կոստա Մեսայի Segerstrom Center for the Arts համալիրում։ Հուլիսի 5-ին երեկոյան ժամը 7-ին։ Հուսով եմ այս ցանկից ձեր ճաշակին հարմար տարբերակը գտնեք եւ հանգստյան օրերը հետաքրքիր կանցկացնեք։ Իսկ մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։